Զրուցում ենք վերածնվող Արցախ հասարակական կազմակերպության նախագահ Անաստաս Իսրայելյանի հետ։ Պարոն Իսրայելյան, վերջին շրջանում լուրեր էին պտտվում, որ արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդե Իսկանդարյանը նշանակվել է Արցախի պետնախարար, եւ այսօրվա ասուլիսում նա հաստատեց, որ դա այդպես է, եւ այս ամենը ինչ է նշանակում։ Ես էլ եմ տեղյակ այդ բանին, այդ տեղեկություններն գիտեմ դրա մասին, բայց կխնդրեի ես մոտակա օրերը մամուլի ասուլիս եմ հայտարարելու։ Այդ մամուլի ասուլիսի ընթացքում ես ոնց որ խոսքի բոլոր հարցերի պատասխանները կամ բոլոր այդ բաները իմ կողմից կամ իմ տեսակետից ես կներկայացնեմ, կպատասխանեմ։ Դուք երեք հայտարարություն տարածեցիք, որտեղ մասնավորապես հետևյալն եք նշել. Ես որոշել եմ դադարեցնել իմ անդամակցությունը արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդում։ Այս որոշումը ես կայացրել եմ ոչ թե հեշտությամբ, այլ խորապես գիտակցելով իմ անցած ճանապարհը եւ ունեցած մեծ պատասխանատվությունը Արցախի եւ արցախցիների հանդեպ։ Ինչն է պատճառը, որ դուք, որ հայտնի եք որպես շատ ակտիվ հասարակական քաղաքական գործիչ, որոշեցիք դուրս գալ անդամակցությունից, արդյոք ինչ որ միջանձնային հարաբերություններ են եղել եւ դա է պատճառը, որ դուք որոշեցիք դուրս գալ։ Ոնց որ նշում եք հայտարարության մեջ ես ներկայացրել եմ խոսքի իմ դիրքորոշումս, իմ տեսակետս, հաշվի առնելով որ ունեմ ինձ սկզբունքային խոսքի միշտ եղել է ունեմ սկզբունքային դիրքորոշում, ես նորից էլի կխնդրեի էլի հետաձգենք բոլոր այդ հարցերը մոտակա ժամանակներում ասուլիսի ընթացքում բան կանեք, ես բոլոր հարցերի պատասխաններն էլ կներկայացնեմ։ Իսկ ինչ կասեք Սամվել Շահրամանյանի մասին, նրա հարցը ինչպես է լուծվելու, քանի որ ինչպես գիտենք նրա վրա կա ճնշում, շատ հաճախ են ականջվում քննչական կոմիտեի կողմից, ինչ է կարծում, գուցե լավ կլինի, որ նրան փոխարինող գտնեն, եւ եթե դա այդպես է, արդյոք հարմար թեկնածու կա այս պահին։ Ես գիտեք հաշվի առնելով, որ տենց շատ մանրամասներ տեղյակ չեմ, բայց խոսքի նմանատիպ գործընթաց կամ նմանատիպ խոսքի շարունակական այս անորոշության հետ կախված ես նորից էլի խոսքի կներեք կրկնելով, բայց էդ էլ բեր թողենք ասուլիսի ընթացքում, մամուլի ասուլիսի ընթացքում ազատ անկեղծ բոլոր հարցերի պատասխանները ես կներկայացնեմ։ Եվ հանրությանը ասեք երբ է լինելու այդ ասուլիսը, որովհետև կարծում եմ շատերն են սպասում։ Մոտակա օրը ես արդեն կտեղեկացնեմ ու դա շատ չի ձգձգվի, մոտակա օրերս ես նախորդ կներկայացնեմ ու ես գիտեմ թե հասանելի է լինելու բոլոր լրագրողների կամ լրատվականների համար ու վստահ եմ որ հետաքրքիր բան ասուլիս լինելու։ Այսպիսով ընդհանրացնելով մեր խոսքը կարող ենք ասել, որ դուք այս պահին պատրաստվում եք միայնակ պայքարել հանուն արցախցիների։ Դե իմ միայնակ պայքարս Արցախից սկսած միշտ էլ եղել է, դա ոչ թե ես միայնակ եմ, այլ ես ոնց որ դեղել նշել եմ, ես 20 թվականի պատերազմից հետո, ցավալի պատերազմից հետո ես իմ կյանքի որ ասում մնացած ապրելու տարիները, ժամանակները ես նվիրաբերում եմ իմ Արցախին, իմ Արցախի հիմնախնդրի, իմ ժողովրդին, դա իմ որոշումն է, ու ես շարունակելու եմ այդ բոլոր այդ գործողությունները, թե արցախահայության հետ կախված, թե Արցախի հիմնախնդրի հետ կախված, բոլոր այդ ուղղություններով ինչից խոսքի արցախահայությունը դժվել է ներկա իշխանության սխալ կամ ներկա իշխանության դավաճանական որոշումներից իման վրա։ Շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ իմ զրուցակիցը վերածնվող Արցախ հասարակական կազմակերպության նախագահ Անաստաս Իսրայելյանն էր։